Այս կիրակի դեկտեմբերի 21-ին ժամը ուղիղ 22:45-ին քաղաքագետ Արամ Ավետիսյանը այցելելու է մի արհեստանոց, որի մասին տարիներ շարունակ խոսել են, բայց վախեցել են ներկայացնելուց։ Արծրում Բերբերյանի եւ նրա դստեր Անահիտ Բերբերյանի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող զարդերը խաբեությամբ տիրացել եւ իր սեփական մտահղացման ներքո է ներկայացրել Ռոբերտ Քոչյանի հարս երգչուհի Սիրուշոն։ Բացառիկ եթերի ընթացքում կներկայացնենք աներկելի փաստեր, որոնք դատարաններում վախեցել են ներկայացնել փաստաբանները եւ բարձրաձայնել լրատվամիջոցները։ Ինչ որ կապիկացել էր եւ նկար էր հրապարակի, այդ մատիտը ձեռը էսկիզի կողքը աշխատում է, ես դատարանում ինքը գալու է, այդ մենք էսկիզ ենք տալու ու ասենք այդ էսկիզը մի հատ դատարանում հայ ժողովրդի աչքի առաջ ուղիղ եթերով հələ մի հատ գծի, դրանք դու այդ որվա էսկիզ գծողն ես թոփալ։ Ինչպես են համոզել այնուհետև սպառնալիքներով եւ հետապնդումների ներքո տիրացել Անահիտ Բերբերյանի զարդերին։ Երբ որ եկան առաջին անգամ ես վերապահումով ընդունեցի, քանի որ արդեն իսկ դուժել է այդ ընտանիքի ձեռքը, իմ այս ամբողջ տարածքը քանդված վիճակում էր, խլել էին կեսը եւ Սիրուշոն երբ հարցրեց ինչու է այս վիճակում, ասացի որ ով որ արել է ձեր կեսրարի անունն է տվել։ Ահա։ Ինքը այդ անգամ իրենք շատ այսպես զարմացան եւ գնացին։ Հետո հաջորդ անգամ եկավ, բա միգուցե կարողանանք համագործակցել, ես փորձեմ օգտակար լինել եւ այլն։ Սկզբից վեճեր են առաջացել, ես անընդհատ խուսափել եմ, անընդհատ փորձել եմ խզել, բայց հետապնդել են նույնիսկ թաքնված սպառնալիքներով եւ այլն։ Փաստական ապացույցներ ներկայացնում հենց հեղինակը։ Սա ուրեմն L-Style ամսագիրն է եւ այս հայտնի վզնոցը, որը հայտնի վասպուրական վզնոցի ավելի ստիլիզացված ժամանակակից տարբերակը նախատիպը ունեցել է Սիլվա Կապուտիկյանը, որը եւս Արծրում Բերբերյանի ազգականուհին է եւ իր թանգարանում ոչ միայն զարդը, այլև մատանին, այդ հայտնի մատանին քարով դրված է, որը նվեր էր պատրաստել հայրս Կապուտիկյանի համար եւ առանց ինձ զգուշացնելու իրենք այս վզնոցը վերցրին իբր մեկ օրով ֆոտոսեսիայի համար անձնական, հետո հայտնվում է L-Style-ում, այս այստեղ տակը գրված։ Արցախի հետ նույն ձև վարվեցին, թարանեցին, իրանցով վարեցին, վերջում նվեր տվեցին, ծախեցին Ալիևին, իրանց բարեկամին։ Արդյոք սասնել է իր հարսին Բելա Քոչյանը գողության համար։ Բայց դուք պատկերացնեք սրանց տունը, անգամ մի հատ մի հոգի չի եղել Բելա, որ խոսում են, չէ, ինչ լավ կինա Բելան, բա Բելա քո հարսին չես կան, չէ, ասես արա, էս ինչ ես անում։ Պատմություն եք դուք կեղծում։ Այսինքն Տիգրան այդ մենք գործ ունենք Աբդուլ Համիդի ժառանգների հետ։ Ինչպես է Գարեգինբն յուրացրել Բերբերյանների ազգագրական հավաքածուի մեծ մասը։ Ազգագրական հավաքածուն, որ ես իպահ էի տվել մի գոլեգայի մոտ, որը իբրև թե էլի այդպես ազգասեր եւ ոճով շատ նման աշխատանքներ կատարող, բայց հետագայում ցավալիորեն իմացա, որ նա Կտրիչ Ներսիսյանի հետ է համագործակցում եւ արդյունքում ազգագրական հավաքածուից ես ստացա ուղիղ կեսը, իր բառերով ասած ծախել կերել եմ։ Դատական գործեր, սպառնալիքներ, հետապնդումներ, Քոչարյանները ամիսներ շարունակ հանգիստ չեն տվել Բերբերյաններին։ Տեսեք, սկզբում իրենք չէին հերքում, որովհետև իրենք կոպիտ ասած գործից ոչինչ չէին հասկանում, բայց ինձ զարմացնում էր, որ իրենք շատ անտակտ էին եւ ասենք մտնում էին գործի խոհանոցի մեջ եւ խանգարում էին ինձ, այսինքն գործի process-ի մեջ, մտնում էին իմ եւ արհեստավորների ամենտեղ հետևիցս գալիս էին։ Սկզբում չէի հասկանում, մտածում էի լավ կպչունություն է, բայց հետո հասկացա, որ ուղղակի ուզում են ինչ-որ ընդհանուր բաներ սովորել, որ հետո ինձ գործի ներկայացնելը հասկանային, աշխատողներին ֆիքսեին, իրանցով անեն, դա նրանց։ Եվ ցավալիորեն ես գիտեք ինչ ժամանակ այդ պահին չկարողացա դիմակայեմ, ինչ պատճառով, որովհետև
շատ սպառված վիճակում էի այդ արվեստանոցի դատական քաշքշուկներից, ինչպես նաև նախկինում ընտանեկան խնդիրներից։ 10 տարի շարունակ բերբերյանների ստեղծած զարդերի շնորհիվ Սիրուշոն եւ Քոչայանները մեծ շահույթներ են ստացել։ Մոտավորապես 8-ից 10 տարին իրենք մեր ընտանեկան գործերի միջոցով էին արտադրություն առաջ տանում։ Ուղղակի բարեբախտաբար աշխարհը թափանցիկ է դարձել եւ շատ արագ համացանցի շնորհիվ այդ ամենը հայտնի դարձավ, քանի որ ճանաչում էին ոճը, նույնիսկ տարեց կանայք կային խորհրդային տարիներից, որ գալիս վայ ասում էին, բայց ախր սա Բերբերյանի գործն է, ոչ թե Պրեգոմեշինը, եւ ինքը ուղղակի այդ խայտարակվելու կամ չգիտեմ ամոթ բառը տեղին է կիրառել թե չէ, ամոթ ունեն թե չէ, բայց նրանք անգամ ինքնասիրություն չունեն այդ ու նրանց ամոթ աստիճանաբար սկսեցին հանել գործերը։ Բերբերյանների արեստանոցից բացառիկ եթերը դիտեք այսօր, դեկտեմբերի 21-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։